Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և եվրոպական երկրների առաջնորդները շահարկել են Իրանի տնտեսական խնդիրները, խրախուսելով անկարգություններ ու մարդկանց փողոց դուրս բերելով հասարակության մեջ բաժանում և լարվածություն սերմանել։ Նրա խոսքով դեկտեմբերի վերջին սկսած ցույցերը պայմանավորված էին բարձր գնաճով և կյանքի արժեքի աճով, սակայն արտաքին ուժերը փորձել են օգտագործել իրավիճակը։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է։ Այսպես է նա մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատիրոջ հրապարակումը, որտեղ ներկայացված է իրական համաշխարհային ԱՀԱ-ի աճին առավելապես նպաստող 12 երկրների ցուցակը։ Այդ տասնյակում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան, Թուրքիան, Նիգերիան, Բրազիլիան, Վիետնամը, Սաուդյան Արաբիան և Գերմանիան։ Ուժերի հավասարակշռությունը փոխվում է, հայտնել է Մասկը։ Կուբան չի հրաժարվի իր ինքնիշխանությունից, չնայած ԱՄՆ վերջին միջոցառումներին, որոնք ուղղված են նրան տնտեսապես խեղդելուն, հայտնել է Էկվադորում կղզու դեսպան Բասիլիո Գուտիերեսը։ Կուբացիներին դժվար ժամանակներ են սպասում, բայց մենք չենք հրաժարվի մեր ինքնիշխանությունից և պետական կառավարման այն համակարգից, որը ազատորեն ենք ընտրել դեռ շատ տարի առաջ, նշել է դեսպանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եթե իսկապես ցանկանում է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա իր հետաքրքրությունը պետք է փոխանցի մասնագիտական ալիքներով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ Մենք բնականաբար կկարդանք այս հաղորդագրությունները, որոնք հրապարակային են, սակայն կրկին կրկնում եմ, եթե կա լուրջ հետաքրքրություն, ապա այն պետք է փոխանցվի այլ մասնագիտական ալիքներով, նշել է ԱԳ նախարարի տեղակալը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Պուտինի հետ խոսակցություն կարող է կայանալ մոտակա շաբաթների ընթացքում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մակրոնի հայտարարությունները բնութագրել էր որպես մեգաֆոնային դիվանագիտություն։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ուղիղ կրակի ծովային զորավարժությունների անցկացման մասին, ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին, հայտնում է Ալ Ջազիրան։ Զորավարժությունները նախատեսվում են փետրվարի 1-ից 2-ը և իրականացվելու են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ջրերում, որտեղ տեղակայված են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի ոչ անվտանգ գործողություններ Իրանի կողմից, հատկապես ԱՄՆ նավերի և անձնակազմի նկատմամբ։ Ամերիկյան կողմը ընդգծել է, որ ցանկացած վտանգավոր մոտեցում, անհստակ կամ զինված մանևր կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Ռուսաստանի և Կուբայի համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրների դեմ, և Մոսկվան կշարունակի այն զարգացնել երկու երկրների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանն ու Կուբան ունեն յուրահատուկ պատմական կապեր։ Մեր բազմակողմ համագործակցության ավանդույթները խորը արմատներ ունեն և լայն հասարակական քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։ Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ և չի կարող դիտարկվել ինչ-որ մեկի շահերին վնաս հասցնելու ձևով։ Մենք պատրաստ ենք այն շարունակաբար զարգացնել մեր պետությունների ժողովուրդների բարօրության, ինչպես նաև միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման համար, նշել է Զախարովան։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Շունչդ տուր, հոգիդ տուր, բայց հայրենիքդ մի տուր» թշնամուն խորագրով հերթական հայրենասիրական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին 90-ականների ապրիլյան քարոզիայի և 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած քաջմարտիկների սխրանքները։ Մասնաճյուղի քոլեջի ուսանողները հայոց լեզվի դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ հանդես եկան տպավորիչ հեղինակային ելույթներով, որոնք հագեցած էին հայրենասիրությամբ և անկոտրում ոգով։ Հայրենասիրական տպավորիչ ելույթով հանդես եկավ նաև Պլեխանովի անվան համալսարանի առաջին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը։ Հիշատակել էր մեծարել բոլոր պատերազմներում նահատակված մեր տղաներից։ Նրանց սխրագործությունները, որից մենք դասեր ենք քաղում, երկոտ է փնվում։ Մեր այսօրվա միջոցառումը հենց այդ ամենի վառ ապացույցն է։ Մեր նպատակն է լինել անսասան, անկոտրում, պատմության քարոզներում նոր էջեր կերտել, առաջ ընթանալ, լինել միջզգոն, հպարտ և առաջ մղվել։
Խորհրդանշական էր նաև քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի Ռայա Վարդազարյանի վստահ կատարումը դհոլի վրա, որը գերեց հանդիսատեսին։ Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ իր հերթին ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը մեր երիտասարդության հայրենասիրական ոգու պահպանման գործում։ Տնօրենի խոսքով մենք այնքան ուժեղ պատմական հիշողության կրող ենք, որ այն անհնար է ջնջել։ Մենք առաջին հերթին հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ, թե ունենք նաև Ռուսաստանի քաղաքացիներ, բայց դա կարծես թե երկրորդ բան է մղվում, մենք առաջին հերթին հայ ենք, այս դրախտավայրի բնակիչները, իսկապես Աստծու կողմից շնորհված այս հողը, որը մենք այո պարտավոր ենք պահել, պահպանել մեր գեղեցիկ երկիրը հայրենիքը, Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս։ Մասնաճյուղի ուսանողները հերթական անգամ ապացուցեցին, որ չնայած բոլոր դժվարություններին հայ ժողովուրդը շարունակում է ստեղծագործել, արարել ու ապրել։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։ Այս մասին ահազանգել է Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի, նշել է քահանան։ Այսօր առավոտից քննչական կոմիտե են կանչվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, որոնց որոշմամբ կարգալույծ էր հռչակվել Արման Սարոյանը։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով քննչական կոմիտեն նրանց ուղարկել է ծանոթագրեր ներկայանալու 15:00-ին մեղադրյալի կարգավիճակով։ Քննչական կոմիտեից այն հարցին, թե ինչ հիմքով են կանչվել հարցաքննության, պատասխանել են, որ հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություն չէ տրամադրում։ Ներկայում Արման Սարոյանը չի պատրաստվում լքել Մասյացոտնի թեմի առաջնորդարանը, իսկ առաջնորդարանի շենքը հսկվում է ոստիկանության ուժերի կողմից։ Փաստորեն քննչական կոմիտեի օրակարգում է հայտնվել վեհափառ հայրապետի եւ ԳՀԽ անդամների Հայաստանից ելքը սահմանափակելու հարցը։ Քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթը կարգալույծ նախկին եպիսկոպոս Արման Սարոյանի նկատմամբ հնարավոր է նպատակ ունենա տապալել սպասվող եպիսկոպոսատ ժողովը։ Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ահազանգել է, որ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ, նա մասնավորապես նշել է։ Ակնհայտ է, որ սա հերթական միջավտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել եպիսկոպոսատ ժողովի անցկացումը։ Ցավում եմ, որ քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից եւ այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դրել, ասել է Զոհրաբյանը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում, այս մասին հայտնել է գլխավոր դատախազությունը։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Հասմիկ Պողոսյանն իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն։ Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր հակակոռուպցիոն դատարան։ Վերջինիս 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ։ Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից, կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Էրեբունի Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանքի ժամկետը երկարացրել է եւս 2 ամսով։ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին Համբարձում Ներսիսյանը մեղադրվում են խուլիգանության եւ Էջմիածնում նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսիում արված հայտարարություններին ասել է. «Երկրորդ նախագահ աշխատած Ռոբերտ Քոչարյանը խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից, լրիվ փրկյազ մեզի չար է»։ Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին Սույնան ստուգակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է։ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 29-ի իր ասուլիսում անդրադարձել էր նախարար Արարատ Միրզոյանին եւ նշել. «Արտաքին գործերի նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր, մեղադրելը թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ է», նշել էր Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը եւ նշել. «Հարգելի գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը», ասել է Պապիկյանը։ Աբու Դաբիում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից առաջ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ տարածքային զիջումների Դոնբասի եւ Զապորոժիեի ատոմակայանի հարցում։ Ուկրաինան պատրաստ չէ զիջումների, որոնք կխախտեն իր տարածքային ամբողջականությունը։ Մենք Դոնբասը եւ Զապորոժիեի ատոմակայանը չենք հանձնի ռուսներին առանց պայքարի։ Ամենաքիչ խնդրահարույց տարբերակը մնանք այնտեղ, որտեղ գտնվում ենք բանաձևն է։ Նման բարդ հարցերը լուծվում են ղեկավարության մակարդակով, հայտարարել է Զելենսկին։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում գտնվող ամերիկյան ռազմածովային խումբը ընդլայնվել է, հասնելով 11 մարտանավի, ինչպես հաղորդել է New York Post թերթը, ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմածովային խումբը կազմված է 10 նավից։ Նավերը գտնվում են Իրանի հարավ-արևելյան ափից մոտավորապես 750 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանի պաշտպանական ներուժը չի հանդիսանա որևէ բանակցությունների առարկա։ Թեհրանը մտադիր է շարունակել իր պաշտպանական ենթակառուցվածքի զարգացումը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանական ժողովրդի անվտանգությունը մեր կարմիր գիծն է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պահպանել եւ զարգացնել մեր պաշտպանական ենթակառուցվածքը, ընդգծել է նախարարը։ Ոչ մի պետություն չի սակարկում այլ երկրների հետ իր պաշտպանության միջոցները եւ Իրանը բացառություն չէ, հավելել է Իրանի ԱԳ նախարարը։ Ուրբաթ երեկոյան մեկնարկել է էներգետիկ օբյեկտների վրա առանց հարվածների շաբաթը, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը գրեթե չի հարվածել էներգետիկ օբյեկտներին, սակայն մեկ հարված եղել է Դոնեցկի մարզում, մեկն էլ Դնեպրի մարզում։ Մեր բոլոր մարզերում ուրբաթ գիշերվանից էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել։ Գրեթե ոչ մի, բացառությամբ Դոնեցկի մարզի, որտեղ գազի ենթակառուցվածքներին մեկ հարված է եղել, օդային ռմբակոծություն։ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ուշադրությունը կենտրոնացնում լոգիստիկային, հանգուցային կայաններին հարվածելու վրա, ասել է նախագահը։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը կլինի հայելային սկզբունքով։ Այսօր Ուկրաինան ձեռնպահ է մնացել Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելուց։ Կիևը կարծում է, որ նոյեմբերից Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո խաղաղ կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան ամբողջ հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտքոֆը։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ կառավարությունը գնահատել է որպես դրական եւ կառուցողական, նշելով, որ ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները անմիջականորեն շփվել են։ Ուկրաինացիները ըստ էության ասել են, որ Ժնևից հետո մենք ավելի շատ առաջընթաց են գրանցել, քան հակամարտության անցած 4 տարիների ընթացքում, ասել է Ուիտքոֆը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել Կուբայի հետ նավթի առևտուր անող երկրների համար, մտադիր է խեղդել կղզու տնտեսությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանել Բերմուդեսը։ Ճշմարտությանը չհամապատասխանող եւ հիմար նախաձեռնի տակ, որը տարածում են նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ եւ հարստանում մեր ժողովրդի սպառնալիքների հաշվին, նախագահ Թրամփը մտադիր է խեղդել կուբայական տնտեսությունը, սահմանելով տուրքեր այն երկրների վրա, որոնք ինքնիշխանորեն առնում եւ վաճառում են Կուբայի նավթը, հայտնել է նախագահը։ Վերջինս ԱՄՆ-ի նոր միջոցառումները անվանել է հանցագործ եւ ֆաշիստական։
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները եւ երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել, հայտնել է նախարարը։ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա հաջորդ եռակողմ հանդիպման ժամանակը եւ վայրը կարող են փոխվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ես չգիտեմ, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, այն նախատեսված էր կիրակի, փետրվարի 1-ին։ Մենք համաձայնացրել էինք, որ հանդիպումը կանցկացվի Աբու Դաբիում, սակայն ժամանակը կամ վայրը կարող են փոխվել, քանի որ մեր կարծիքով ինչ-որ բան է տեղի ունենում Ամերիկայի եւ Իրանի հարցում, եւ այդ իրադարձությունները հավանաբար կարող են ազդել հանդիպման ժամանակի վրա, նշել է նախագահը։ Եվրոպական միությունը դարձել է թուլության խորհրդանիշ սեփական սխալների պատճառով։ Նման կարծիք է հայտնել Bloomberg-ի վերլուծաբան Հել Բրենտսը։ Այս մրցանակը ներկայացնում էր աշխարհի եւ ինտեգրացիայի ամենաբարձր գաղափարները սառը պատերազմի ավարտից հետո, սակայն ավելի խիստ ժամանակաշրջանում այն դարձել է թուլության խորհրդանիշ, ասել է վերլուծաբանը։ Նրա կարծիքով ԵՄ-ն կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից ներմուծվող էներգետիկ ռեսուրսներից, Չինաստանի տնտեսական զարգացումից եւ ԱՄՆ անվտանգության ոլորտում ձեռնարկած ջանքերից։ Նա հավելել է, եթե Եվրոպան չկարողանա գտնել իր հենարանը, ապա կդառնա այս երեք երկրների խաղալիքը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անել այն ամենը, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի Իրանի վերաբերյալ։ Մենք պատրաստ կլինենք անել այն ամենը, ինչ նախագահը ակնկալում է պաշտպանության նախարարությունից, ասել է Հեքսեթը։ Թուրքիայի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Օրակարգում են եղել Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում հետզհետե սրվող ռազմական լարվածությունը։ Հայտարարության համաձայն Էրդողանը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունն առ այն, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև առկա լարվածությունը մեղմացնող դեր ստանձնի եւ նպաստի խնդրի լուծմանը։ Նշվել է նաեւ, որ Էրդողանը կընդունի Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչուն։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է Բելարուսի հետ սահմանի օդային տարածքում նոր միջադեպի մասին։ Մասնավորապես հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ Բելարուսի կողմից մոտեցող օբյեկտները մտել են Լեհաստանի օդային տարածք։ Բոլոր օբյեկտների թռիչքը անընդհատ վերահսկվում էր Լեհաստանի զինված ուժերի ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերով, ասվում է հաղորդագրության մեջ, նշվելով, որ այդ տարածքում միառժամանակ ասեցվել են քաղաքացիական թռիչքները։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի 3 նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին, եւ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը։ Կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը փետրվարի 2-ին ժամը 18:30-ին դատարանի կենտրոնի նստավայրում, նշել է փաստաբանը։ Ըստ փաստաբանի ակնկալվում էր, որ միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, սակայն նա երկրում չէ։ Հունվարի 20-ին Մեղրի սահմանային հատվածում ուշագրավ իրավիճակ է եղել։ Արմլուրեյեմի տեղեկություններով Իրանի Հանրապետությունից տասնյակից ավելի անձինք են փորձել ներխուժել Հայաստան։ Ժամը 0:05-ի սահմաններում նրանք փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության ցանկապատի վրայով հատել ՀՀ Իրան պետական սահմանը։ Ըստ տեղեկությունների Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հայտնել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ազգային անվտանգության ծառայության կողմից եւ ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։ Ազգային անվտանգության ծառայությունից հորդորել են գրավոր դիմել, իսկ քննչական կոմիտեից պաշտոնապես հասկանալ, թե սահմանը ապօրինի հատելու մասով կա նախաձեռնված քրեական վարույթ, թե ոչ։ Ի պատասխան քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ 7 անձ կալանավորված է։ Լրատվամիջոցին հայտնի են նաեւ սահմանը հատած անձանց տվյալները, սակայն այս պահի դրությամբ դրանք չեն հրապարակվում։ Ինչպես հայտնի է, հունվարի 8-ից Իրանի Հանրապետությունում բողոքի ցույցեր են, որոնց հետևանքով տեղի են ունենում բախումներ, կան շուրջ 6000 զոհ եւ 10000-ից ավելի վիրավորներ։ Դատելով իրավիճակից, այս իրողությունների արդյունքում մի խումբ անձինք փորձել են ներթափանցել Հայաստան։
Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին, ուստի աղի բլիթ պետք է ուտել այսօր երեկոյան։ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը բացի եկեղեցական ծեսից նաև ժողովրդական ավանդույթ է, որի տոնակատարությանն անհամբերությամբ սպասում են երիտասարդները, հատկապես սիրահարները։ Սուրբ Սարգի զորավարի տոնը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր։ Ըստ ավանդույթի չամոստացած երիտասարդներն աղի բլիթ են ուտում, հավատալով, որ իրենց ապագա սիրելին իրենց ջուր կբերի։ Բալթյան երկրների, Գերմանիայի եւ Ֆրանսիայի քաղաքական գործիչները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին բորբոքում են Ռուսաստանի կողմից երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Բալթյան երկրները եւ մի շարք այլ ակտիվիստներ, հիմնականում նրանք, ովքեր այժմ իշխանության են եկել Գերմանիայում, ինչպես նաև ֆրանսիացիները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրահանձնաժողովի նախագահի հետ միասին բորբոքում են երրորդ համաշխարհային պատերազմին պատրաստվելու մասին պատմությունը, որը ենթադրաբար կսկսի Ռուսաստանը, ասել է Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացի քաղաքական գործիչները նույնիսկ ալարում են որևէ փաստարկ հորինել։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն հայտարարել է, որ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում։ Քաղաքական գործչի քննադատությունը հաջորդել է Եվրոպական դատարանի 2020 թվականի որոշմանը, որով Հունգարիային մեղավոր էր ճանաչել միջազգային հարցերում միասնական դիրքորոշում արտահայտելու դաշինքի իրավունքը խախտելու մեջ։ Եվրամիությունը ամեն օր ավելի ու ավելի բռնապետական է դառնում, ընդգծել է Ֆիլիպպոն։ Գելապ կազմակերպությունը հեռախոսային հարցումներ է իրականացրել, որին մասնակցել է 601 ընտանիք։ Երևան քաղաքի ավականիների աշխատանքը գնահատելու հարցին 1-ից 5 սանդղակում ամենաբարձր ցուցանիշը հավաքել է Մայր Հայաստանը, հավաքելով 2.6 ձայն։ Քաղաքացիական խմբակցությունը 2.4, հանրային ձայնը 2.2, ազգային առաջընթաց խմբակցությունը 2.2, իսկ հանրապետությունը 2։ Հարցումներից պարզ է դարձել նաև, որ քաղաքացիները գոհ չեն քաղաքապետարանի իրականացրած դնամաքրման աշխատանքներից։ Քաղաքացիները բակերի մաքրման աշխատանքները գնահատել են շատ վատ, մայթերին ու փողոցներին միջին։ Թե ինչպես են գնահատում Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում, քաղաքացիները 2025 թվականի համար պատասխանել են 14%-ը լիովին դրական, 19%-ը ընդհանրապես բացասական, 35.4%-ը ավելի շուտ դրական, 20.8%-ը ավելի շուտ բացասական, 10.6%-ը դժվարացել է պատասխանել։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի մեկնելու Մոսկվա բանակցությունների համար։ Անկասկած անհնար է, որ ես Մոսկվայում հանդիպեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել է նա լրագրողների հարցերին պատասխանելիս։ Իրանն ունի բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ եւ հրաժարվելու իր միջուկային մշակումներից, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը։ ԱՄՆ զինվորականները նրանց տալիս են բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու համար։ Իրանը չպետք է ձգտի միջուկային կարողությունների, ասել է Հեքսեթը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա կաբինետի անդամների միջև հանդիպման ժամանակ։ Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպային տեղափոխում 5-րդ սերնդի F-35A կործանիչներ։ Նրանց տեղակայման կոնկրետ վայրը առայժմ հայտնի չէ, հայտնում է Warzone պորտալը, հղում կատարելով բաց աղբյուրներից ստացված տվյալներին։ Կան ակնհայտ վկայություններ այն մասին, որ ԱՄՆ-ի առաջին F-35A կործանիչները կարող են ուղարկվել Մերձավոր Արևելք։ Կործանիչները գտնվում էին Պուերտո Ռիկոյում։ Ըստ հաղորդագրության այդ կործանիչներից մի քանիսը վայրեջք են կատարել Պորտուգալիայի Լաժիշ ավիաբազայում, նշվում է պորտալի հրապարակման մեջ։ Անցյալ շաբաթ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունը առաջ է քաշել այն գաղափարը, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող էին համաձայնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածների ժամանակավոր դադարեցման շուրջ, որպես լարվածության նվազեցման ուղղված քայլ։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին եւ բանակցություններին մասնակցած բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյային։ Նրանք նշել են, որ սա ԱՄՆ պատվիրակության գաղափարն է, ըստ որի Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք է համաձայնեն ժամանակավորապես դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարվածները, որպես լարված բանակցությունների ֆոնին իրավիճակի, ապա էսկալացիային միտված քայլ, նշվում է պարբերականի հաղորդման մեջ։
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն կարժանանա ամենաաղետաբեր եւ անմիջական պատասխանին, ներառյալ հարվածներ ամերիկյան ռազմակայանների եւ ռազմածովային ուժերի դեմ։ Իրանի զինված ուժերը նշել են, որ ԱՄՆ ավիացիան եւ նավատորմը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության գոտում, իսկ հնարավոր հակահարվածը դիտարկվում է որպես ինքնապաշտպանություն։ Այս ֆոնին Ռուսաստանը եւ մի շարք տարածաշրջանային երկրներ կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին վերադառնալ բանակցություններին, կանխելու լայնածավալ էսկալացիան, որի ռիսկերը կարող են հարվածել թե տարածաշրջանային, թե գլոբալ անվտանգությանը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Բերլինը սկսել է նախնական քննարկումներ եվրոպական գործընկերների հետ համատեղ միջուկային զսպման հնարավորության շուրջ, անվտանգության աճող անորոշության պայմաններում։ Նա ընդգծել է, որ Գերմանիան չի ձգտում սեփական միջուկային զենք ունենալ եւ շարունակում է պահպանել միջազգային պարտավորությունները, սակայն չի բացառում քաղաքական եւ ռազմավարական երկխոսությունը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Քննարկումները դեռ տեսական փուլում են, իսկ Գերմանիան շարունակում է իր անվտանգության հիմքը համարել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի միջուկային երաշխիքները, միաժամանակ արձագանքելով Վաշինգտոնի երկարաժամկետ դերի շուրջ եվրոպական աճող մտահոգություններին։ Եվրոպական միության անդամ 27 երկիր հավանություն է տվել ԵՄ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Նա տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է հունվարի 28-ին Եվրոպական խորհրդի նիստում։ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։ Հայաստանը 2024 թվականի հուլիսին խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ 2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել էր Հայաստանի խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան արգելափակել էր այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ ըստ Սիյարտոյի պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում հունվարի 31-ին կեսօրից հետո փետրվարի 1-ից 4-ին սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ին փետրվարի 1-ից 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուլկ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին գիշերը առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին փետրվարի 1-ից 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։